Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանին, Կանդազին, նա ազգային բարերար Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստան կուսակցության անդամ է, անվտանգային թիմի ղեկավարը։ Հակակոռուպցիոն կոմիտեն նրան այսօր առավոտյան էր բերման ենթարկել, պատճառների մասին պաշտոնական տեղեկություն դեռ չկա։ Ուժեղ Հայաստան կուսակցությունն այս անգամ աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզում։ Տարածքային գրասենյակներ են բացվել Չարենցավան և Հրազդան քաղաքներում։ Կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը Չարենցավան քաղաքը բնութագրել է որպես աշխատանքի խորհրդանիշ, ընդգծելով նախկին արդյունաբերական ներուժի կորուստը։ Նրա խոսքով անհրաժեշտ է վերականգնել արտադրական ոլորտը և ստեղծել նոր աշխատատեղեր։ Գիտեմ, որ Չարենցավանը աշխատող ու աշխատանքի միտված քաղաք է։ Մենք պրոյեկտներ ենք անելու ու ամեն տարի տարբերությունը տեսնելու եք դուք։ Տեսնելու եք ու դա է բերելու հարստություն մեր երկրին։ Ձեր արտադրանքը հզորացնելու է Հայաստանը։ Ու սա բոլորս անելու ենք։ Բոլորս իրար հետ։ Շնորհակալ եմ։ Բացումից հետո կուսակցության անդամները քայլել են քաղաքում և շփվել բնակիչների հետ։ Իսկ հաջորդ կանգառը եղել է Հրազդան քաղաքը։ Այստեղ եւս կուսակցությունը գրասենյակ է բացել, ընդգծելով, որ քաղաքը մեծ արդյունաբերական պոտենցիալ ունի։ Նարեկ Կարապետյանն անդրադարձել է տնտեսության խնդիրներին, ընդգծելով արդյունաբերության զարգացման և նոր ներդրումների անհրաժեշտությունը։ Մենք մի ամսվա ընթացքում վերջապես կբացենք Հայաստանում վերջի տարիների ամենամեծ ներդրում Հրազդանի մետալուրգիական գործարանը, որը հենց կոչելու են Հրազդանի մետալուրգիական գործարան, որը չնայած կառավարության բոլոր խնդիրներին ամեն օր մեր դեմ սարկած, մենք մինչև վերջ պահեցինք ու աշխատավարձերը պահեցինք։ Մարդկանց նշանակալի մասին աշխատավարձը պահեցինք։ Ցեմենտի գործանը փակում էր, մենք կողքը մետալուրգիական ենք կառուցում։ Տեց ուզում են փակեն, մենք կողքը նոր տեց ենք կառուցում։ Բայց այն ինչ հիմա ենք անում, փոքր բան է, այն ինչ կարա անի ամբողջ պետությունը, ամբողջ պետական ռեսուրսներով մենք կարանք անենք։ Արդյունաբերականացումը, գործարանների կառուցումը Հայաստանի ապագան է։ Հրազդանը Հայաստանի կենտրոնն է, էներգետիկ առումով, լոգիստիկ առումով, բոլոր առումներով, ձև չունի Հրազդանը չզարգանա։ Գրասենյակի բացման արարողությունից հետո Հրազդանում եւս կուսակցության անդամները քայլել են եւ հանդիպել բնակիչների հետ։ Հայաստանի վարչապետի կինը Աննա Հակոբյանը քրեական գործեր է բացում անկախ դիտորդ Դաշինքի և նրա ներկայացուցիչ Դանիել Իոնիսյանի դեմ։ Հակոբյանը պնդում է, որ անկախ դիտորդն ու Իոնիսյանը խախտել են սահմանադրությունը, մի քանի օրենքներ, միջազգային կոնվենցիաներ, հրապարակելով կեղծ տեղեկություններ Իմ քայլը հիմնադրամի մասին, որտեղ ինքը աշխատում է որպես գործադիր տնօրեն։ Անկախ դիտորդը բարեգործության արգելքի ենթադրյալ խախտումներ էր հայտնաբերել հիմնադրամի վերջին ամիսների գործունեության մեջ և դիմել է վարչական դատարան, պահանջելով 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել Աննա Հակոբյանին։ Նիկոլ Փաշինյանի կինը պնդում է, որ ինքը լինելով քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավարի կինը, բարեգործությամբ զբաղվելով չի խախտում սահմանադրությունն ու օրենքները։ Ես չեմ մասնակցում ընտրություններին, ես թեկնածու չեմ, եթե ես քարոզչություն չեմ իրականացնում, այսինքն ես ինքս եմ ընտրում իմ դիրքորոշումը։ Ես ունեմ իմ իրավունքը եւ դուք հիմա խախտում եք իմ իրավունքը, ինչպես խախտվել է։ Այդ սահմանին տիրում է խաղաղություն։ Ադրբեջանի ու Վրաստանի հետ սահմանազատումն ավարտելու ծրագրեր ունի Հայաստանի կառավարությունը։ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել սահմանապահի օրվան նվիրված ելույթում։ Ըստ նրա, անկախությունից ի վեր առաջին անգամ մեր պետության բոլոր սահմանակետերը վերահսկում են հայ սահմանապահները։ Ադրբեջանի հետ արդեն սահմանազատել ու գծել են 12 կիլոմետրանոց հատված։ Երկու երկրների սահմանապահները ծառայությունն անցկացնում են առանց սաղավարտների եւ զրահաբաճկոնների, ըստ Նիկոլ Փաշինյանի։ Ադրբեջանի հետ ունենք սահմանազատված եւ սահմանագծված 12 կիլոմետրանոց սահմանային հատված, որտեղ ծառայություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը։ Եվ սա նույնպես շատ կարևոր եւ բացառիկ իրավիճակ է եւ պիտի արձանագրեմ, որ այդ 12 կիլոմետրը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության սահմանի թերևս միակ հատվածն է, որտեղ Հայաստանի
եւ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ծառայություն են իրականացնում առանց սաղավարտների, առանց զրահաբաճկոնների եւ ինքնաձիգների պահունակները ոչ թե ինքնաձիգների վրա, այլ պահյուսակների մեջ դրած։ Անցյալ տարեվերջին Մայրաթոռում տեղի ունեցած խուլիգանության դեպքի վերաբերյալ դատարանը պարտավորեցրել է նախաձեռնել քրեական վարույթ, հայտնել է փաստաբան Արա Զորաբյանը։ Խոսքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանին միացած 10 եպիսկոպոսների հայտարարությանը, որով կոչ էին անում քաղաքացիներին միանալ իրենց եւ պահանջել ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը։ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին Մայր տաճարի տարածքում հավաքված քաղաքացիները խուլիգանություն էին դրսևորել։ Դեպքի վերաբերյալ ներկայացված հաղորդման հիմքով քննչական մարմինը նախկինում որոշել էր քրեական վարույթ չնախաձեռնել, իսկ դատախազությունը մերժել էր որոշման դեմ բողոքը։ Արմավիրի մարզի Առաջինատյանի ընդհանուր իրավասության դատարանը այժմ բավարարել է բողոքը, պարտավորեցնելով իրավապահ մարմիններին նախաձեռնել քրեական վարույթ եւ իրականացնել նախաքննություն։ Աֆղանա-պակիստանյան հակամարտությունը կրկին սրվել է։ Քանդահար նահանգում աֆղանական ուժերի հետ բախումների ժամանակ զոհվել է ավելի քան 6 պակիստանցի զինծառայող։ Ըստ ԶԼՄ-ների մարտերը սկսվել են պակիստանյան կողմի կրակոցից երեխայի սպանությունից հետո, ինչին ի պատասխան Քաբուլը ռազմական գործողություն է սկսել։ Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ այժմ ընթանում է զինված բաց հակամարտություն։ Իսրայելի բանակը Լիբանանում սպանել է Հեզբոլլահի 3 զինյալի եւ մի քանի ռազմական օբյեկտներ ոչնչացրել։ Հեզբոլլահի առաջնորդ Նաիմ Քասեմը կտրականապես մերժել է Իսրայելի հետ ուղիղ բանակցությունների հնարավորությունը, դրանք անվանելով ծանր մեղք։ Նա հայտարարել է, որ կազմակերպությունը չի պատրաստվում վայր դնել զենքը, քանի որ այն պաշտպանական նշանակություն ունի։ Քասեմը Լիբանանի իշխանությանը կոչ է արել վերադառնալ անուղղակի բանակցություններին եւ դադարեցնել դիմադրության գործողությունները քրեականացնելու փորձերը։ Mr. President, do you know if you were the target of the gunman? I don't know. It sounded to me. Իրանը չի ունենալու միջուկային զենք եւ չի կործանելու աշխարհը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ I don't want to say and people don't like. Նրանք չեն ունենալու միջուկային զենք եւ դրա համար էլ երջանիկ չեն, իսկ երբ երջանիկ չեն, մարդիկ բռնի գործողությունների են դիմում։ Հիմա ես ոչինչ նրանց հետ չեմ կապում, բայց անկասկած, եթե հնարավորություն ունենային, հավանաբար կօգտվեին դրանից։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ չափազանց հիասթափված է ՆԱՏՕ-ից։ Նա չի բացառել, որ ԱՄՆ-ն կարող է դիտարկել դաշինքից դուրս գալու հնարավորությունը, հատկապես, որ անդամ երկրներն անտեսել են Հորմուզի նեղուցի շրջափակման վերաբերյալ օգնություն ցուցաբերելու իր կոչը։ Թրամփը Իրանի ղեկավարությանը շատ տարօրինակ է անվանել, նշելով, որ երբեմն պարզ չէ, թե ում հետ գործ ունես։ Սպիտակ տան ղեկավարը սպառնացել է ոչնչացնել Իրանի նավթային օբյեկտները։ I think it's very important that they do it again. Ճապոնական Հոկայդո կղզում տեղի է ունեցել 6.1 մագնիտուդով հզոր երկրաշարժ, ցունամիի վտանգ չի հայտարարվել, ավերածությունների եւ զոհերի մասին տեղեկություն դեռևս չկա։ Օրեր առաջ երկրում 7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել, ինչից հետո իշխանությունները հայտարարել էին մինչև 3 մետր բարձրությամբ ցունամիի սպառնալիքի մասին եւ տարհանել բնակչությանը։ Ով է առանց զենքի, առանց զորքի ու իշխանության հայոց լեզու պատմություն գրական։ Հայոց գրերի խորհրդով ապրելու երթումը նորից կյանքի է կոչվել, այս անգամ կինոյի լեզվով։ Ապրիլի 26-ին Ուխտնի Մաշտոց փաստավավերագրական ֆիլմը ներկայացվել է հանրությանը, պատմելով թարգմանչած տոնի ավանդույթի ու դրա վերաիմաստավորման մասին։ Ռեժիսոր Արտակ Ավդալյանի աշխատանքն առաջին անգամ ցուցադրվել է Օշականում, ապա նաև Նաիրի կինոթատրոնում։ Ֆիլմի հեղինակ լրագրող Արփի Սուքիասյանը պատմել է, որ նախաձեռնության հիմքում Օշականի պատմական հիշողությունը վերականգնելու ցանկությունն է։ Նրա խոսքով նախկինում Հացեկած գյուղից թարգմանչած տոնի օրը 36 լավաշ են ուղարկել որպես Այբուբենի տարրերի խորհրդանիշ։ Այժմ որոշել են վերականգնել այդ ավանդույթը, նույն օրը 36 լավաշ թխելով ու բաժանելով։ Բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով, իրական շատ դժվարությամբ մեր վարորդին գտնելով, որը պատրաստական էր եւ մեր ուխտավորներից մեկը կդառնար մեզանից աստղաբաշխական թվերով
ինչ-որ գումարներ չեր ուզի, վարկ վերցնելով ի վերջո մենք իրականացրել ենք այդ ուխտը եւ 7 օրերի ընթացքում եղել ենք եւ ծննդավայրում Մաշտոցի եւ այն վայրերում, որտեղ եղել Մաշտոցը գրերը ստեղծելիս։ Հացեկած այցելությունը նույնպես հեշտ չի եղել։ Այսօր բնակավայրը բնակեցված է քրդերով, ինչի պատճառով այնտեղ հասնելն ու նկարահանումներ իրականացնելը ուղեկցվել են լուրջ դժվարություններով ու ռիսկերով։ Ֆիլմի ցուցադրությունից հետո հանդիսատեսը հոտնկայս արտասանել է այբուբենը, դրանից հետո միայն հեռացել դահլիճից։